Զարմանալի օր էր հորս հոգեհանգիստը։ Վաղուց ներողամտության ու ջերմության զգացմունքների կարոտ էի։ Դիմություն, ընդդիմություն, բոլորը մեր հետ էին։ Մի պահ ուրախացա, որ հերս մահացել է ու այս բոլորը համախմբեն։ Դե կյանք է, 95 տարեկան։ Բայց դա ցավալիորեն այդպես չէր։ Ցավալին նա է, որ էլ չկա որևէ առիթ, երբ հայ մարդը համախմբված, ներողամիտ, միահամուռ կլինի որևէ առիթի կամ արարողության։ Զարմանալի ժողովուրդ ենք։ Նույնիսկ մարդու մեռած ժամանակ ախոր բերանները չեն կարող փակել։ Ով եկավ, ով ում գրկեց, ով ում չգրկեց, ով ում ձեռքը համբուրեց։ Վախենամ էլ չլինի այս տեսակ իրար գլխի հավաք։ Վազգենի ֆակտորը 90% էր։ Իմ ու Արամի համար այս տեսակ տարբեր մոտեցում ունեցող հասարակությունը հաստատ չէր գա մեր գյուղ։ Իհարկե, Կառլենիս հարսանիքը չհաշված։ Մի քանիսին զգուշացրել եմ՝ դիմություն ու ընդդիմություն, քաղաքականություն իմը չի, բարոյականություն, չափի զգացողություն, տարիք, հարգանք զոհված ու մահացածների նկատմամբ, էլ չեմ ասում զոհված իմ երեխեքի ծնողների նկատմամբ։ Եթե անցակ չափ ու սահման, ես կանցնեմ ձեր վրայով։ Ասածս վերաբերվում է առաջնակակ իմ ՖԲՆ ընկերներին, ովքեր ամբողջ իմ ցևատեսակը քֆրտելով ինձ ախպեր են համարում։ Սիկ տիրեղեկի մեջից։ Այսօրվանից շատ կոշտ կանրադառնամ այն գրառումներին, որոնք կանցնեն բարոյական նորմերը։ Գրել է Արմեն Սարգսյանը։